ժողովուրդ, ես չգիտեմ ինչպես այս եթերս չնախատեսված, չծրագրավորված եթեր, բայց իմ հոգու այն ուրախությունը ամեն ձև փորձեցի կիսվել ձեր հետ։ Ես շատ ուրախ եմ իսկապես մեր գերիների վերադարձի մասով, ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել ովքեր որ այս հարցում, այդ թվում պարզավոր Հայաստանի Հանրապետության կառավարությունը, վարչապետի աշխատակազմի գլխավորությամբ ամեն ինչ արել են, որպեսզի գերիները վերադառնան իրենց օջախներ, իրենց ընտանիքի անդամները միանան։ Շատ ուրախ եմ եւ շնորհավորում եմ բոլորիդ, շնորհավորում եմ բոլորիս հայ ազգիս, ովքեր որ այսքան ժամանակ տառապել են, տանջվել են այս թեմայի պատճառով, Աստված տա այսի շարունակական լինի եւ մի քանի ամսվա կամ կարճ ժամանակի ընթացքում մնացած բոլոր գերիներն էլ վերադառնան իրենց տները։ Ես մի քիչ ուզում եմ առանձնացնել տվյալ պարագայում ռազմաքաղաքական էլիտան եւ հասարակ քաղաքացիները, ովքեր որ Վագիվ Խաչատրյանն, Գևորգ Սուջյանն, Դավիթ եւ մոռացանումները կներեք կապ չունի։ Վերջը իրանց թեման մի քիչ ուրիշ է, իրանք ընդհանրապես ոչ մի պատասխանատվություն չեն կրել իրանց ճակատագրի մասով, բայց քաղաքական ռազմաքաղաքական էլիտան կարային խուսափեն եւ ցավոք սրտի ոչ կարացել են խուսափեն իրանց գերեվարումից, ոչ կարողացան խուսափել ամբողջ 120,000 ժողովրդի բռնի տեղահանումից, չկարողացան դրա դեմը առնել։ Եթե ունեին որոշակի լծակներ, հնարավորություններ իրանք չեն արել, ապա այս վերադարձող գերիները ընդհանրապես ըստ կապ չունեն։ Այսքանը ուզում եի ձեր հետ կիսվել, ուզում եի ասել նաև որ այսքան ժամանակ փորձել են շահարկել բազմիցս եւ ժողովրդի ուղեղները լցնել, օրինակ ասել են Գևորգ ինձ ասենց հարցնում են, բա ինչու, չգիտես դու ինչու Գարեգինը հելավ կառավարության դեմ, ասում չէ, չգիտեմ ինչի հելավ, առաջինը ասում ոնց որ իրանք հելան, ինչի հելավ, որովհետեւ Արցախը ուրացավ գերիների մասին խոսած։ Շորտ Արցախը երբ որ ուրացվում էր արդեն տարիներ շարունակ 9-4 թվից էս կողմ, ես չեմ տեսել գործողություններ նույն հոգեվորականների կողմից, ցավոք սրտի։ Դե այս պահին խիեն ինչ շատ գրեմ, ախր ես չէ որ ուղիղ եթերում եմ։ Հետո կգրեք շորտը, կիսվում են իմ հետ, անընդհատ այդ նորությունով են կիսվում, ուղարկում են, միգուցե ստոպ տակ, մի ուղարկեք, արդեն ես տեղյակ եմ, ուրախացել եմ, բավական հուզվել եմ, լավ եմ զգում, թե առողջություն շատ վատ վիճակում էր, բայց sense դրա նորություն լսելուց հետո մի տեսակ ոնց որ ճնշումը սկսեց կարգավորվել։ Դա Աստված միշտ լավ նորություններ լսենք եւ այդ նորությունները թող շարունակական լինի մանավանդ այս թեմայի շուրջ։ Այսքանը երևի ուղղակի ժողովուրդ կուզենայի ասեի, որ ինչ որ լավ բան կատարվում է մեր երկրում եւ այդ լավ բանի մեջ փայաբաժին ունեն կամ հովանավորնա քաղաքական իշխանությունը, բերեք կուրաժիտ մի եղեք, մի ձևեր թափեք, լուրջ ու պրամոյ ասեք, հելի ուղիղ ասեք, որ հա այսօր այս հարցում պայքարել է Հայաստանի կառավարությունը, այս հարցում չի պայքարել ընդդիմություն, չի պայքարել հայ առաքելական եկեղեցու ոչ մի հոգևորական կաթողիկոսի գլխավորությամբ։ Ես վերջերս մի ամիս առաջ թե երկու շաբաթ առաջ չեմ հիշում, ասել եմ արդյոք Գարեգին բն կապը հաստատել Ադրբեջանի այդ Փաշազադեի հետ, մոլլայի հետ, կապը հաստատել գերիների հարցով։ Ոչ մեկ չուղարկես մի հատ փաստաթուղթ, ասի տես Գևորգ, խես անտեղի դու խոսքի բան բարձրացայնում, թեմա բարձրացայնում, այ էսա եղել է, փաստորեն չի եղել, բայց ցավը այն է, որ այդ նույն մարդկանց ջատագովները, երկրպագունները ներկայացնում են, թե հայ առաքելական եկեղեցին Գարեգինին գլխավորությամբ էլի ոչ թե եկեղեցին խոսացել է գերիների հարցի մասին, Նիկոլի աչքին գրողա դարձել, Նիկոլը դրա համար էլ ընկել է իրանց հետևից։ Ձեր երնակիցներ, հանեք ձեր մեջից թույն ատելությունը ու չարությունը եւ կտեսնեք իսկապես բազմաթիվ հարցեր, որ լուծվում է, բազմաթիվ հարցեր, որ մեր ձեռը չի, թե Ադրբեջանի, Թուրքիայի ձեռնավորինակ գերիների հարց կոնկրետ եղել, կան հարցեր, որ իսկապես գերտերությունների ձեռնա, միջազգային հանրության ձեռնա, իսկ այդ ամբողջը պահանջել, ակնկալել, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է անի, այդքան էլ էլի խելամիտ բան չի։ Արեք պահանջենք, ակնկալենք այն ինչ որ իրանց ձեռից գալիս է, կոնկրետ էսա սոցիալական բնակարանային ապահովման հարցի շուրջ, ես այսօր խոսացել եմ սոցիալնախարարության համապատասխան աշխատակցի հետ, ով որ այդ գործերով զբաղվում է, ստացել եմ որոշակի ինֆորմացիա, սա էլ հաջորդ դասին, վաղն էլ պետքա կապվեմ մամլոյցարայության հետ, Աստված առողջություն տա բոլորիս, իմ կարգավիճակս էլ այդքան լավ չի, եթե ինձ լավ զգամ,
կզանգեմ, խոսեմ եւ ձեզ կմատուցեմ նոր ավելի լավ ինֆորմացիա, արդեն ունեմ լավ ինֆորմացիա, կարծում եմ դրական ինֆորմացիա այսօր ստացել եմ, բայց մյուս եթերի ժամանակ երկար չեմ կարող խոսամ, գլխապտույտ ճնշում եւ այլն մոտս վաղն էլ կփորձեմ գնամ հիվանդանոց, դենամ ինչա կատարվում իմ հետ։ Լավ մնացեք, միշտ լավ նորություններ լսենք, բոլորի տաճները լույս, բոլորի օջախներում ուրախություն լինի։